Հայաստանը շարունակում է ցուցաբերել ձեռնարկատիրության բարձր աստիճան։ Ձեռներեցության նկատմամբ հետաքրքրությունն ու միտվածությունը հայ հասարակության շրջանում բավական բարձր է։ Այս ցուցանիշով մեր երկիրը Արևելյան Եվրոպայում զբաղեցնում է առաջին տեղը, իսկ աշխարհում 5-րդը։ Հունիսի 27-ին Երևանում տեղի ունեցավ Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2024-2025 հրապարակման շնորհանդեսը։ Սա ձեռնարկատիրության ոլորտի ամենահեղինակավոր եւ ընդգրկուն հետազոտական հարթակներից է, որը 1999 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի հավաքագրում եւ ներկայացնում է ավելի քան 500 ցուցանմուր, ամփոփելով համապարփակ տվյալներ եւ վերլուծություններ աշխարհի ավելի քան 100 երկրից։ Հայաստանը երկրորդ անգամ է մասնակցում այս նախաձեռնությանը։ Առաջին անգամ Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման միտումները հետազոտվել էին 2019-ին։ 2024 թվականին ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի կազմմանը մասնակցել է 51 երկիր, այդ թվում Հայաստանը։ Ինչպես 2019-ին, այս տարի եւս ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան հրապարակումը պատրաստել է Ամերիկա կառավարման խորհրդատվական ծառայությունը, որը ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի հայաստանյան գործընկերն է։ Ամերիկա կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ ձեռներեցության միտվածությունը հայ հասարակության շրջանում ամբողջ աշխարհի համեմատ բավական բարձր է, եւ դա բացատրվում է մեր ժողովրդի սոցիալ-մշակութային, խորքային առանձնահատկություններով։ Ու թեև ցուցանիշները 2019-ի համեմատ նվազել են, միևնույն է Հայաստանը ձեռներեցության ուղղվածությամբ շատ ավելի բարվոք վիճակում է, քան զեկույցին մասնակցած 51 երկրների ճնշող մեծամասնությունը։ Ինչ է ցույց տալի հարցումը։ Ասեմ, որ մենք ունենք բավական բարձր ձեռներեցության միտվածություն մեր հասարակության մեջ, համեմատած ամբողջ աշխարհին։ Իրականում այդ ցուցանիշը շատ հետաքրքիր է, մանավանդ հաշվի առնելով, որ մնացած Սովետական միության, նախկին Սովետական միության երկրները միշտ ցույց են տալի ձեռներեցության նկատմամբ շատ ավելի ցածր հետաքրքրություն։ Սա երևի մեր սոցիալ-մշակութային, խորքային արդյունքների հետևանք է։ Ասեմ, որ իհարկե այդ ցուցանիշը նվազել է 19 թվականի նկատմամբ, մասնավորապես կարծում ենք, որ դրա պատճառը նա էր, որ 2019-ին հեղափոխությունից հետո բավական ավելի ռոմանտիկ պատկերացումներ կար ապագայի նկատմամբ եւ հետագան ցավոք սրտի այն բոլոր ճգնաժամերը, ինչի միջով անցավ մեր երկիրը, բերեցին տվյալ միտման նվազմանը։ Սակայն անգամ այսօրով մենք կարող ենք հստակ բնորոշել, որ Հայաստանը ձեռներեցության ուղղվածությամբ շատ ավելի բարվոք վիճակում է, Արևելյան Եվրոպայում առաջի տեղն է գրավում, իսկ աշխարհում 4-5-րդ տեղերն է կիսում։ Միաժամանակ պետք է նշել, որ մենք ունենք շարունակական դիսպրոպորցիա եւ խնդիրներ, մասնավորապես որը վերաբերվում է գենդերային մասնակցությանը, ասեմ, որ այս ցուցանիշով բավական ցածր տեղեր են գրավում անգամ այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսին են իսլամական հավատանքին հետևող երկրները, որոնք որպես կանոն ավելի քիչ են կանանց դերը տեսնում ձեռներեցության մեջ։ Մենք այստեղ բավական խնդիրներ ունենք։ Ունենք խնդիրներ աշխարհագրական դիսպրոպորցիայի, որովհետև շարունակական ձևով հիմնական ձեռներեցությունը կուտակվում է Երևան քաղաքում, չնայած 19 թվականի նկատմամբ ակնհայտ մենք տեսել ենք մի հատ հետաքրքիր զարգացում, ձեռներեցությունը շարժվում է Երևանից եւ գյուղերից, սա էլ է շատ կարեւոր, սա նաեւ ապացուցում է մեր այլ հետազոտության արդյունքները, որ գյուղատնտեսությունը դառնում է քիչ հրապուրիչ, ավելի մեծ քանակով մարդիկ գերադասում են գյուղատնտեսությունից դուրս տեսնել իրենց ապագան եւ ձեռներեցությունը տեղափոխվում է ռեգիոնալ քաղաքներ։ Տիգրան Ջրբաշյանի խոսքով զեկույցի արդյունքներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ ձեռնարկատիրությունը Հայաստանում պահանջում է ավելի լայն քաղաքական տեսլական, այնպիսին, որը դուրս է գալիս միայն ֆինանսական աջակցության շրջանակներից եւ կենտրոնանում է կրթության, թվային ներառականության եւ կառուցվածքային խթանների վրա, որոնք նպաստում են բիզնեսի ընդլայնմանը, նորարարությանը եւ երկարաժամկետ գոյատևմանը։ Ըստ հետազոտողների, ձեռնարկատիրության ազգային զեկույցում դուրս բերված մի շարք արդյունքներ հատկապես կարևոր է հաշվի առնել Հայաստանում հետագա ռազմավարությունների եւ քաղաքականությունների մշակման ժամանակ, իսկ արդյունքները բավական ուշագրավ են։ 2024-ի տվյալներով ձեռնարկատիրության հիմնական շարժառիթը Հայաստանում շարունակում է մնալ կարիքը։
Սակայն հարստություն կուտակելու ձգտումը որպես ձեռնարկատիրության հիմնական շարժառիթ էապես աճել է հատկապես երիտասարդների ու քաղաքաբնակների շրջանում։ Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն Հայկ Ասֆանյանը բարձր է գնահատում զեկույցի կարևորությունը, նշելով, որ այն թույլ է տալիս քաղաքականություն մշակող մարմնին եւ գիտական ակադեմիական շրջանակներին հասկանալու ձեռնարկատիրության միտումները Հայաստանում եւ դրա հիման վրա ավելի լիարժեք եւ համապարփակ քաղաքականություն մշակելու։ Ձեռնարկատիրության Հայաստանի առանձնահատկությունները կայանում են նրանում, որ շատերի դեպքում դա սոցիալական բնույթ ունի, այսինքն մարդիկ ձեռնարկատիրությամբ զբաղվում են ոչ թե աշխարհը փոխելու, սովորաբար տարբեր երկրներում մոտիվացիան տարբեր է լինում, Հայաստանում դա հիմնականում ուղղված է կենցաղային հարցեր լուծելուն, այսինքն որոշակի կենսամիջոցներ հայթայթելուն։ Սա իհարկե եւ մտահոգիչ է եւ նաեւ որոշակի առումով ես դրական եմ գնահատում, որովհետեւ մարդկանց մոտ այդ ջիղը կա։ Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց 2024-2025 հետազոտությունն ընդգրկել է ավելի քան 161,000 չափահաս ռեսպոնդենտ մասնակից 51 երկրից եւ ավելի քան 2400 ոլորտային փորձագետի գնահատական 56 երկրից։ Հայաստանում տվյալների հավաքագրումը ներառել է բնակչության շրջանում անհատական հարցազրույցներ 2000 չափահաս քաղաքացու եւ 37 ոլորտային փորձագետի հետ։ Համաշխարհային զեկույցին Հայաստանի մասնակցությունը հնարավորություն է տալիս իրականացնելու նշանակալի համեմատություններ, ինչպես Հայաստանի ազգային զեկույցի 2020-2019 թվականի արդյունքների, այնպես էլ տարբեր երկրների միջև, այդ թվում Արևելյան Եվրոպա պլյուս խմբի երկրների, որտեղ Հայաստանն ընդգրկված է տարածաշրջանային պատկանելության սկզբունքով։ Կառավարությունից ազգային զեկույցի թողարկումը համարում են ժամանակին, նշելով, որ այն ներկայացնում է ձեռնարկատիրության վիճակի օբյեկտիվ եւ համապարփակ գնահատական Հայաստանում եւ համեմատում մեր առաջընթացը գլոբալ համատեքստում։ Արամ Սարգսյան, Հայկ Ազմարգարյան, Անդրանիկ Պետրոսյան, Եվրոմեդիա 24